մասով պետք է արձագանքեն, բերետների վարքագծի եւ արդեն փարաքարի դեպքերի մասով։ Տիկին Սարգսյան, այսինքն դուք իսկապես տեսանյութերը չեք տեսել եւ ուղակի անչափահասը նույնիսկ կանգնած է, բերետը մոտիկանում է նրան, քաշում է, ծեծում է, իսկապես դա չեք տեսել։ Ո՞նց կարող է դա տեսած չլինեիք։ Հետո ասում եք որոշ մարդկանց գործունեություն նկատի ունեք բերետների, լավ չի։ Էդ ես եմ ասում, որ լավ չի։ Բայց լավ չից հետո դուք պետք է կոնկրետ գործողություններ իրականացնեիք։ Փաստորեն ձեր եւ ձեզանից նախորդ ոստիկանապետերի միջև տարբերությունը այն է, որ նախկին ոստիկանապետը օրինակ այդքան էլ գրագետ չէր ձևակերպում, թե ինչու են բերետները ծեծում, դուք բավականին կուլտուրական գրագետ ձևով բացատրեցիք, թե խի պետք է բերետները ծեծեն։ Ձեր միակ տարբերությունը այդ գրագիտության բանի ավելցուկի մեջ է։ Հիմա ըստ էության Վալոդիա Գրիգորյանի դեպքի մասով Տիկին Սարգսյան, մեզ վրա մի վաճառեք, որպես հերոսություն, որ դեպքից հետո դուք գնացել եք փարաքար։ Ես խոսում եի կանխարգելման մասով, դուք ասում եք ինչ եք արել սպանությունից հետո, ընդ որում, որպես հանգամանք փաստ ներկայացնում եք, որ դա Փետրվարյան դեպքերի շարունակությունն է, բա որ Փետրվարյան դեպքերի շարունակությունն է, 6 ամիս է անցել։ Ենթադրեք դուք ճիշտ եք, որ դա է ընթացքը եղել, Փետրվարյան դեպքերը եղել են 6 ամիս հետո, ինչպես դուք եք ասում, վենդետա է եղել։ Բա 6 ամիսը դուք չէիք կարողանում նորմալ վերահսկողություն իրականացնել։ Ասում եք տարիներ շարունակ այնտեղ պահակակետեր եւ այլն չէին դնելու, տարիներ շարունակ չի, այդ 6 ամիս հետո է տեղի ունեցել դեպքը։ Ընդ որում ասում են տվյալ անձը, ով սպանություն է իրականացրել, նույնիսկ կրակել սովորել է տվյալ համայնքում։ Ոնց չեն նկատել այդ ամեն ինչը։ Ու խնդրում եմ, ես խոսում եմ նրա մասին, որ դուք պարտավոր եք կանխարգելել, թե հետո ինչ եք արել։ Բնականաբար այդ բացահայտումները տեղի կունենան, ես հուսով եմ ամբողջական բացահայտում տեղի կունենա, բայց խնդրում եմ մեզ վրա մի վաճառեք որպես մեծագույն հերոսություն, որ դեպքի գիշերը դուք գնացել եք փարաքար։ Ես խոսում եմ նրա մասին, որ դուք կրում եք պատասխանատվություն չկանխարգելելու համար։